Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ զգացել եք, որ կարծես մենակ եք մնացել։ Թվում է աշխարհը գնում է մի ուղղությամբ, իսկ դու լրիվ այլ։ Թվում է արժեքները փոխվել են։ Ճշմարտությունը դարձել է հարաբերական, հավատքը դարձել է ծաղրի առարկա։ Եվ երբեմն թվում է, թե Աստված լռում է, թե բարին պարտվում է, թե հավատացյալները քիչ են մնացել։ Հենց այսպիսի զգացում ուներ նաև Եղիա մարգարեն, նա կանգնած էր անապատում և ասում էր. «Տեր, միայն ես եմ մնացել», բայց Աստծո պատասխանը զարմանալի էր. «Ես ինձ համար պահել եմ 7000 մարդ, որոնք Բահաղի առաջ ծնկի չեն եկել»։ Սիրելի եղբայրներ և քույրեր, գուցե այսօր դուք էլ եք մտածում, ես մենակ եմ, բայց Հռոմեացիներին ուղղված նամակի 11-րդ գլուխը գալիս է ասելու. Աստված երբեք չի կորցնում վերահսկողությունը։ Արդ հարցում եմ քեզ, միթե մերժեց իր ժողովրդին Աստված, Փավլիցի, քանզի ես էլ եմ իսրայելացի, Աբրահամի սերնդից, Բենյամինի ցեղից։ Աստված չմերժեց իր ժողովրդին, որին նախապես ճանաչեց։ Կամ չգիտեք, թե Եղիայի կապակցությամբ Սուրբ Գիրքն ինչ է ասում։ Ինչպես է նա գանգատվում ասում Իսրայելի դեմ. Տեր, կոտորեցին քո մարգարեներին և կորցնեցին քո զոհասեղանները, միայն ես մնացի և իմ կյանքն եմ ուզում։ Բայց ինչ է պատասխանում նրան Աստված. թողել եմ ինձ համար, ասում է, 7000 այր, որոնք Բահաղին չեն ծնրադրել։ Ներկա ժամանակում նույնպես մնացորդ կա շնորհի ընտրությամբ, իսկ եթե շնորհով է, այլևս գործերով չէ, այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։ Ուրեմն ինչ որ Իսրայելը փնտրում էր, դրան չհասավ, բայց ընտրված մասը հասավ, իսկ մնացածը կուրացան, ինչպես որ գրված է. Աստված նրանց հիմարության հոգի տվեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, և ականջներ, որոնցով չպիտի լսեն մինչև այժմ։ Դավիթն էլ է ասում. թող նրանց սերունդներն իրենց համար դառնան որոգայթ ու խայծ, գայթակղություն ու հատուցում, թող խավարեն նրանց աչքերը, որպեսզի չտեսնեն, և նրանց թիկունքը մշտապես կորացած պահի։ Արդ հարցնում եմ, միթե հանցանք գործեցին, որ կործանվեն, Քավլիցի, բայց նրանց հանցանքով փրկություն եղավ հեթանոսներին, որպեսզի նրանց նախանձը գրգռի։ Ամեն։ Սիրելի բարեկամներ, միթե Աստված մերժեց իր ժողովրդին։ Պողոս առաքյալը տալիս է շատ կարևոր հարց։ Միթե Աստված մերժեց իր ժողովրդին և անմիջապես պատասխանում է Քավլիցին։ Ինչու է սա կարևոր, որովհետև մարդիկ հաճախ նույն հարցն են տալիս իրենց կյանքի վերաբերյալ։ Արդյոք Աստված մոռացել է ինձ։ Արդյոք Աստված հրաժարվել է ինձնից։ Արդյոք իմ սխալներից հետո դեռ հույս կա։ Պողոս առաքյալի պատասխանը հստակ է. Աստծո հավատարմությունը ավելի մեծ է, քան մեր անկայունությունը։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. մարդիկ հաճախ հոգնում են սիրելուց, բայց Աստված երբեք չի հոգնում փնտրելուց։ Ես էլ իսրայելացի եմ, ասում է Պողոս առաքյալը, և ներկայացնում ինքն իրեն որպես կենդանի ապացույց։ Եթե Աստված մերժել էր Իսրայելին, ապա ինչպես էր հենց ինքը նախկին հալածիչը դարձել առաքյալ։ Մի պահ մտածենք, թե սա մեզ ինչ է սովորեցնում։ Քո անցյալը Աստծու համար վերջին խոսքը չէ։ Պետրոսը ուրացավ, Դավիթը ընկավ մեղքի մեջ, Մովսեսը սպանություն գործեց, Պողոսը հալածում էր եկեղեցին, բայց Աստված նրանց պատմության վերջում դրեց իր շնորհի ստորագրությունը։ Մի կարևոր խորհուրդ քեզ. երբեք մի ասա, ինձ համար արդեն ամեն ինչ ուշ է։ Աստծո շնորհի համար ուշացած մարդիկ գոյություն չունեն պարզապես։ Եղիայի պատմությունն է նկարագրում մեզ առաքյալը և հիշեցնում, որ Եղիա մարգարեն մտածում էր. միայն ես եմ մնացել, բայց Աստված պատասխանեց. ես պահել եմ 7000 մարդ։ Իրականում սա հոգևոր կյանքի մեծ դաս է։ Մենք տեսնում ենք միայն այն, ինչ մեր աչքերի առաջ է, Աստված տեսնում է ամբողջ պատկերը։
Հիմա փորձենք մեր ժամանակների հետ համեմատություն անել։ Այսօր հաճախ թվում է աշխարհը հեռանում է Աստծուց, երիտասարդությունը կորցնում է հավատքը, եկեղեցին թուլանում է, բայց Աստված դեռ գործում է։ Գուցե լուր, գուցե անտեսանելի, բայց իրական։ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. Աստծո ամենամեծ գործերը հաճախ կատարվում են լռության մեջ։ Եվս մի կարևոր խորհուրդ. մի դատիր Աստծո գործունեությունը միայն այն բանով, ինչ տեսնում ես։ Շնորհով ընտրված մնացորդ։ Պողոսը խոսում է մնացորդի մասին, ոչ թե ուժեղների, ոչ թե հարուստների, ոչ թե ազդեցիկների, իշխանություն ունեցողների, այլ նրանց, ովքեր մնացին հավատարիմ։ Սա հույս է տալիս մեզ համար Աստծո գործը երբեք կախված չի եղել թվերից։ Նոյի օրերում հավատացյալները քիչ էին, Եղիայի օրերում քիչ էին, առաքյալների օրերում նույնպես։ Բայց Աստված փոխեց աշխարհը փոքր թվով մարդկանց միջոցով։ Մի վախեցիր փոքր լինելուց, հարցը քանակը չէ, հարցը հավատարմությունն է։ Եթե շնորհով է, այլևս գործերից չէ, սա ավետարանի սիրտն է կարծես։ Մենք չենք վաստակում Աստծո սերը, մենք ընդունում ենք այն։ Այսօրվա մեծ հոգնածությունը շատ մարդիկ ապրում են մշտական ճնշման մեջ։ Պետք է ավելի լավը լինեմ, պետք է ավելի շատ անեմ ինչ-որ բան, պետք է արժանի լինեմ, բայց ավետարանն ասում է. Քրիստոս արդեն արեց այն, ինչ դու չէիր կարող անել։ Սուրբ Օգոստինոս Երանելին ասում է. շնորհը պարգև է ոչ թե աշխատավարձ, կարևոր խորհուրդ քեզ, ապրիր ոչ թե Աստծո սերը վաստակելու համար, այլ որովհետև արդեն ստացել ես այդ սերը։ Մյուսները կուրացան, ասում է Պողոս առաքյալը, եւ խոսում նաեւ հոգեվոր կուրության մասին։ Սա այն վիճակն է, երբ մարդը լսում է ճշմարտությունը, բայց չի արձագանքում։ Եթե փորձենք մեր ժամանակների հետ համեմատություն կատարել, մենք ապրում ենք տեղեկատվության դարում։ Մարդիկ լսում են հազարավոր ձայներ, բայց հաճախ չեն լսում Աստծո ձայնը։ Մի հետաքրքիր հարց. ի՞նչն է այսօր զբաղեցնում քո ուշադրությունը։ Այնքան, որ չես լսում Աստծուն, աշխատանքը, վախերը, կամ միգուցե սոցիալական ցանցերը, կամ նյութական աշխարհիկ հոգսերը։ Սրանից բխող խորհուրդ քեզ ամեն օր ստեղծիր լռության մի փոքր տարածք Աստծո խոսքը լսելու համար։ Նրանց անկումով փրկությունը հասավ հեթանոսներին։ Այստեղ Պողոս առաքյալը բացում է Աստծո զարմանալի ծրագիրը։ Մարդկային անհաջողությունները նույնիսկ Աստված կարող է օգտագործել բարի նպատակների համար։ Գիտես, սա չի արդարացնում մեղքը, բայց ցույց է տալիս Աստծո մեծությունը։ Մարդիկ կարող են փակել դռները, Աստված կարող է բացել ուրիշները։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը ասում է. Աստված այնքան իմաստուն է, որ նույնիսկ մարդկային մերժումը կարող է ծառայեցնել իր ծրագրերին։ Հիմա փորձենք ընդհանրացնել այս հատվածի կարևոր կյանքում կիրառելի քայլերը։ Երբեք մի մտածիր, որ Աստված մոռացել է քեզ։ Մի վախեցիր փոքրաթիվ լինելուց։ Հիշիր, որ Աստված միշտ պահում է իր հավատարիմներին։ Մի փորձիր վաստակել Աստծո շնորհը, ստեղծիր ժամանակ Աստծո ձայնը լսելու համար։ Մի հուսահատվիր մարդկանց փրկությունից։ Վստահիր, որ Աստված աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ դու դա չես տեսնում։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե այսօր քեզ թվում է, որ մենակ ես, հիշիր Եղիային։ Եթե թվում է, որ Աստված լուռ է, հիշիր 7000 հավատարիմներին։ Եթե թվում է, թե ամեն ինչ կորած է, հիշիր Պողոսին, նախկին հալածչին, որը դարձավ առաքյալ։ Աստված երբեք չի հրաժարվում իր ժողովրդից, նա երբեք չի կորցնում վերահսկողությունը, նա երբեք չի մոռանում իր խոստումները։ Եվ գուցե հենց հիմա այն իրավիճակում, որտեղ դու տեսնում ես միայն փակ դռներ, Աստված արդեն պատրաստում է մի ճանապարհ, որը դու դեռ չես տեսնում։ Ուստի մի հանձնվիր։
Մի մտածիր, թե դու մենակ ես, մի կարծիր, թե Աստված ավարտել է իր գործը, որովհետև Աստված դեռ աշխատում է։ Եվ հաճախ հենց այնտեղ, որտեղ մարդը տեսնում է վերջը, Աստված սկսում է նոր սկիզբը։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել այս տեսանյութը օրվա սուբգրային հատվածի ընթերցումը եւ բացատրությունը եւ այս կարևոր պատգամները, որպեսզի քո քրիստոնյա եղբայրները, քույրերը, ընկերները եւս հաղորդակից լինեն Աստծո խոսքին։